Այդ ինչ են ասում, որ հավատացնում են, հա? Ինչ են ասում։ Երևի հաց են ասում, հող են ասում, կռիվ չեն ասում, ծովից ծով չեն ասում։ Ողնաշարը ջարդած ժողովուրդ է, ոնց ասես կխափեն։ Պապը ոնց խափես, Գևորգ, հոնալի սոված չէր, աղի պես մարդ էր։ Չգիտեմ, Հայկ, փոքր ժողովուրդը ապրելու իրավունք չունի։ Եթե մեր բռնած գործն է, երևի իրավունք չունի։ Եկած, Գևորգ, եկած։ Վերջը, Հայկ, վերջն ինչ է լինելու, հա? Կաբրենք, տեսնենք, եկած, Գևորգ, եկած։ Հայկ, մարդ գլուխն առներ է ստեղից գնար։ Ջհանդամը երկիրն էլ, հողն էլ, պապերիտ գերեզմանն էլ։ Բա 5 միլիոն ժողովուրդ ունենան կորեցել եկով աչքերիդ առաջ կողոպտեն, բռնաբարեն ժողովուրդը, թողնեն մի բուռ։ Հետո էլ բոլշևիկները մենք ձեզ հաց ենք բերելու, եղբայրություն ենք բերելու։ Սպասիր, Գևորգ, եթե բերում են ինչու չասեն։ Հայկ, հաց կա չեն տալի ժողովրդին։ Ազատության հնարավորություն կա չի տրվում, բանակ կա չի հանվում թշնամու դեմ։ Այդ որտեղից են բերելու բոլշևիկները հաց, եղբայրություն, ազատություն։ Խաղաղություն լինի, Գևորգ, ամեն ինչ լավ կլինի։ Ռուսաստանը գերմանացիներից խաղաղություն էր խնդրում։ Տվեցին գերմանացիք խաղաղություն։ Պարտադրեցին, Գևորգ, պարտադրեցին։ Տեսնում ես, ասում ես պարտադրեցին։ Իսկ մենք կարող ենք թուրքերին պարտադրել մեր խաղաղությունը։ Կարող ենք, ինչու չեն կարող։ Հենց Սարիղամիշում են դե գնա պարտադրի։ Այ կողքներս են ռուսների օգնությամբ։ Օգնությամբ։ Էլի օգնությամբ։ Ճիշտ ես ասում, Հայկ։ Ընկած աշխարից աշխարհ հզորներից հզորություն ենք աղերսում։ Արդեն քանի տարի։ Վիզ ծռելով։ Չէ, Հայկ, մենք փոքր ժողովուրդ ենք, մենք ապրելու իրավունք չունենք։ Կառավարության լավ ես քննադատում։ Ինչ պիտի աներ կառավարությունը, որ չի արել։ Խելոք լիներ։ Պետք ոնց պիտի խելոք լիներ, որ չի։ Խելք ունենալու համար գլուխ է հարկավոր։ Արի։ Լավ, ասենք ռուսական բանակը եկավ կարմիր դրոշով։ Ինձ ու Սուրմելյանին էլ կախեցին։ Հետո ինչ է լինելու։ Ամենակարևորը քեզ ու Սուրմելյանին կախելն է։ Չէ, Հայկ, կախելը կկախեն, քեզ էլ մեզ հետ։ Հետո ինչ է լինելու։ Չամի չենք ուտելու։ Ես լուրջ եմ խոսում, Հայկ։ Մենք ոչ բարով ես ժողովրդի մտավորականն ու զինվորն ենք։ Հետո ինչ է լինելու։ Լսիր, Գևորգ, դու իսկապես հիմար ես, ոչինչ չես տեսնում, ոչինչ չես լսում, կուրացել ես, խլացել ես։ Չես տեսնում ինչ գործ, որ բռնում ենք թարս է դուրս գալիս։ Այն օր նայում էի քեզ, իր դες կտրտվում էր, կանգնած էիր պապի մոտ, մարդու բերանը չի բացում, ես ոնց եղավ, պապը ոնց եղավ, տերտերը ոնց եղավ, ղարսը ոնց եղավ, Սարիղամիշը ոնց եղավ։ Չես տեսնում, որ այդքան պատահականություններ չեն կարող լինել։ Այ դու լավ ասացիր, ընկել ենք աշխարից աշխարհ մուրացկանի պես։ Ծովից ծով Հայաստան։ Վիլսոնը մեզ ծովից ծով Հայաստան տվող է։ Նա մեզ է խափում, մենք էլ գալիս ենք այս խեր ժողովրդին ենք խափում։ Մի լավ մտածիր, ամերիկացի զինվոր գա այստեղ քեզ համար կռիվ կանի։ Չես տեսնում, որ այս շարան կուսակցությունների մեջ բոլշևիկներն ամենաճիշտը դուրս եկան։ Ես հայ եմ, Հայկ, ոտքից մինչև գլուխ հայ եմ, բոլշևիկներն ինձ ինչ են տալու, այս ժողովրդին ինչ են տալու։ Սպասիր, մեծ մի խոսիր, Գևորգ, ես էլ եմ հայ։ Ուժ են տալու, ուժ, որ զորաբի եւ արուժանման մարդկանց գլուխը քարով չջարդեն։ Երանի քեզ, Հայկ, պապ չես սպանել, տերտեր չես սպանել, միտքդ էլ պարս, խիղճդ էլ շատ հանգիստ։ Ինչ պատահեց, Հայկ։ Ոչինչ, մտածում եմ։ Ես էլ եմ մտածում, Հայկ, շատ եմ մտածում։ Մտածում եք, դու էլ ես մտածում, Սուրմելյանն էլ է մտածում, քո այդ շաբաթը մեկ փոխվող պրեմիեր մինիստրներն էլ են մտածում, այս խեր ժողովրդին քամուն տալիս։ Այդ ինչ ես ասում, Հայկ։
Ինչ ես մտածում։ Վերկաց, Սպասիր Հայկ։ Ինչ ասացիր։ վերկաց։